Հանուն Հանրապետության կուսակցությունը շարունակում է հանդիպումները մարզերում և գյուղերում շփվելով քաղաքացիների հետ։ Առաջին համար Արման Բաբաջանյանն ու թիմակիցները նշում են, որ այսօր ազատություններից խոսողները ներկայացնում են այն համակարգը, որի տարիներին եղել են քաղաքական հետապնդումներ, փակվել են լրատվամիջոցներ։ Կուսակցությունն ընդգծում է, որ չեն լռել նախկինում և շարունակելու են պայքարը հանուն ճշմարտության, ժողովրդավարության և հանրապետության։ Ձեր ասած ուժերը Պուտինը, Էրդողանը, մեկ է Ալիևը։ Հիմա մենք ինչ պիտի անենք։ Սրան պիտի պատասխան տանք որպես ժողովուրդ, որպես պետություն։ Հիմա իրանց կամքը, որ մենք չպիտի գնանք, չպիտի դաշնակցենք ուժեղների հետ։ Դուք, որ մեկի մասին պատկերացում կամ տեսակետ եք կազմում, ասում եք, ով են դրա ընկերները։ Հայաստանը, հիմա այդ ում որ իրենք ուզում են երաշխավոր բերեն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիշում եք, այդ հեղինակը գիտեք ով է, Պուտինը, ասեց ես եմ գրել, այդ հայտարարությունը Էրդողանի հետ այո, պայմանավորված հայկական պետականությունը կազմալուծելու, չեղարկելու վերաբերյալ պայմանավորվածություն։